Պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, բարի երեկո սրելի կասկածելի երեկոյի հյուրեր, մարդիկ ովքեր նայում են իրար վրա, բայց արդեն ամենասկզբից սխալ են տրամադրված իրար հանդեպ, իրանք որոշել են կասկածել և չհավատալ, այսենց առողջ մթնոլորտում այսօր շատ հետաքրքիր հաղորդում լինելու։ Ռոբերտ ջան, ներկայացրու քո հյուրերին, բարևի, ասա, այս ինչ հետաքրքիր շապիկ ես հագել ու Ուրեմն շապիկը մի քիչ ավելի ուշ ներկայացնեմ իմ հյուրերին, պատահական չէ իմ այս տեսքը, քանի որ այսօր 7000 միլիոն մասնակիցներից կաստինգի միջոցով ընտրվել է աճպարար։ Ասեք հետաքրքիր է աճպարարը, հետաքրքիր ինչի օգնությամբ են կարողացել ընտրվել։ Այս թվում է աճպարարության, ես սենց ասեմ, կան աճպարարներ, ես թույլից դեպի ուժեղները գնամ, էլի, օրինակ Հարի Հուդինի կա, Դեվիդ Կոպերֆիլդ կա, Դինամո կա, սա թույլերից ուժեղներն եմ ես ասում, Նահապետ Արշակյան, բայց իմ եկել է ինձ մոտ ամենաուժեղ Ամայա Կակոբյան, այո, ամենաուժեղ աճպարարական դպրոցի ներկայացուցիչներից մեկը մեր հայկական տեղի աճպարար Գագիկ Դանիելյան։ Եկեք իմ անտեսանելի թղթադրամը ստեղից վերցնենք, սպասի։ Այսենց է փող ենք աշխատում։ Իսկ անտեսանելի թակ դոլարանոց։ Բայց լավն է, լուրջ է, սա փողերը կամուն ես տալիս, էլի դու ես միջոցով, բայց հետաքրքիր էր։ Ուրեմն կասկածելի երեկո հաղորդման շրջանակներում միակ հյուրն է, որ գիտեմ նրա մասին ավելի շատ բան, քան իմ մասին։ Արա ես գիտեմ ես մարդու մորքուրների անունները։ Ես թվում եմ նույնիսկ գիտեմ, այս մարդու մամայի ազգանունը գիտեմ նույնիսկ, այտենց մոտիկ եմ։ Եվ նա այստեղ հայտնվել է միայն այն պատճառով, որ ես հարգում և սիրում եմ նրա ծնողներին։ Լեովաջյան և Այդատյան խնդրեցին, որ Ռոբերտ, մեր տղան արդեն խամրում է, վիտամինից հետո նրան ոչ մեկ չի ճանաչում, ասի ես ձեր ցավը տանեմ։ Եթե դուք կաք, Արմանը միշտ պետք է փայլի էկրաններին, բարձր ծափարենք Արման Սարգսյան։ Այս ոգևորիչ խոսքից հետո Արմանին թևեր տվող այս հրաշալի Մամպապ Խոսքերից ես էլ ուզում եմ իմ մասնակիցներին, իմ թիմի մասնակիցներին ներկայացնեմ դերասանուի, հաղորդավարուի, գեղեցկուի, ամենագեղեցիկ ժպիտներով աղջնակներից մեկին ծափարեք և ժպիտ եկավ նաև ձեր դեմքից Անեմը Խոյան, որ հիմա պատրաստ է, որպեսզի այնպես անի, որ Արմանը այսօր էլ չկարողանա փայլել։ Գեղեցիկ էր։ Եվ իհարկե ժամանակակից փող հավաքելու արվեստին տիրապետող իմ մյուս հյուրը, արով ֆանդրայզերների մասնագետ, մարդ ով կաստինգին մասնակցող երկու հոգուց 7 միլիարդ հոգուց, այո, էլի անցել է այստեղ, ուսանողի ժող ինստիտուտում։ Ես էլ եմ ավարտել Երևանի պետական տնտեսագիտական Դուք էլ Գագիկն է լուրջ եք, բայց իրոք ավարտել եք դուք։ Լուրջ եք, դրա բարձր ծափարեք Ժաննա Հարությունյան։ Մեր գործընկեր Վիվան ունի նոր սակագնային պլան, որի անունը Արև է։ Արև սակագնային պլան, ընդամենը 2500 դրամ և դու ստանում ես սիրելի հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, ինչպես նաև 20 գիգաբայթ ինտերնետ և 1000 րոպե խոսելաժամանակ։ Այնպես որ քեզ հարցնեն ամենալավ սակագնային պլան ունես, կարծես ասես այո, ասեն երթվի, ասես Վիվայի Արև։ Ռոբ, գիտես այստեղ Վիվայի այս սակագնային փաթեթի կարգախոսը Արևը քո շուրջը այդպես է, բայց ես քեզ նայում եմ ուզում ասեմ Արևս քո շուրջը։ Շնորհակալություն Գանձես։ Ես ուզում եմ այսպիսի գեղեցիկ բառեր Արմանը ականջը փակել է որ չլսի։ Չէ, իրոք ուզում եմ այսպես որպեսզի չխանդի։ Ես ուզում եմ այսպիսի գեղեցիկ բառեր շռայլենք միմյանց, որովհետև մեզ հետ է եւ մեր շուրջն է Վիվան։ Իրոք մենք նրա հետ ենք։
Այսպես գրել եմ, Կամաց կամաց ջան։ Ես 18 պլյուս հաղորդմանա վերածվելու ստոպ դու արմ։ ես գիշերը գրել եմ այսօր ես։ Գիշերը գրել ես ինձ։ Ահա իմ թիմը, հա, ում հետ եմ ես այսօր պայքարի։ Ես սաունդհաստեմ առաջին փուլի կանոններին եւ սկսենք։ Առաջին փուլ մասնակիցներն իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ կապ չունի, եւ նրանք այն կարդում են առաջին անգամ։ Եթե այստեղ սուտ բան է գրած, իրանք բարձում ու առաջի անգամ են դա կարդում։ Ինչ ասում է։ Ես չէ, ես ասում եմ մարդկանց, ովքեր հաճախ հարցում են, ախպերս, հիմա այդ սուտը իրանք բագիր են, թե չէ։ Ովքեր հիմա առաջ են տալիս։ Այո, հիմա առաջ են տալիս մի խոսքով։ Իսկ մրցակից թիմը պետք է հարցերի միջոցով բարձի, ճիշտ է թե սուտ է։ Ճիշտ պատասխանը 1 միավոր է, սխալ գուշակելու դեպքում միավորներ մենք չենք գրում։ Նայել եմ հաղորդումը, գիտեմ։ Նայել եք հաղորդումը, հասկացա։ Ես ուղղակի ուզեցի թե խորհրդավոր բաներ անել։ Մանե ջան, առաջինը դուք եք։ Փոքր ժամանակ ես շփվում էի տանը գտնվող բոլոր անշունչ առարկաների հետ։ Օ, հետաքրքիր էր։ Արման ջան, Ես էլ։ Հələ ես սիրում եմ քո հումորը։ Խնդրում եմ հարցեր տուր, ես ուզում եմ այսօր։ Ամենամոտիկը որ առարկայի հետ էիք։ Բարձի։ Ինչի։ Բարձի։ 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 Փիլով։ Կիսվում եք իր հետ, հա, շոր ինֆորմացիաներով։ Հա, փորձում էի կիսվել, իհարկե ամենամտերիմը բարձի հետ էի, բայց մյուս առարկաների հետ եւս գույք, կենցաղային տեխնիկա շփվում էի։ Բայց լինում Իսկ է միացրած թե անջատած։ Անջատած։ Որ միացրած։ Թեյնիկի հետ միացրած ժամանակ չէր։ Բայց ինչի, զբաղված էր, հա։ Որ բան են պատրաստում Չէ, երում էր։ Երում էր Իսկ մի չէ։ մոտարի։ Իսկ հարիչի հետ, հարիչը։ Հարիչ, երբ որ ձայն կար, չէի շփվում։ Այսինքն վարսահարդարիչ, հարիչ, չէի շփվում։ Լավ, բարձի հետ էր ամենամոտիկ ինչի համար էր, որովհետև դու Շատ էինք շփվում Հա, իրար հետ, շատ երկար հպում էիք ժամանակ, բան, հա։ տենց լինում էր։ Իսկ լինում էր, որ բարձը օրինակ խանդեր չէր մյուս պատասխանում։ Չէ, լույս մյուս իրերին խանակ բարձը թակում բռնացներ հերոստացույցի հետ քեզ։ Չէ, բայց չի եղել նմանատիպ դեպք, որովհետև ես բարձին չեմ դավաճել։ Ահա, բայց լավ ինչ էի կիսվում, լավ, հետաքրքիր է։ Կարող փորձենք, չէ՞։ Բաժական անշունչ առարկա է, չէ։ Դա փոքր ժամանակ։ Փոքրը մեծ Հիմա փորձը կարող են, չէ՞։ Հա, բայց հիմա բաժակը զբաղված է ջուր կա։ Ջուր կա զբաղված։ Չէ, պետք է զբաղված է, ջրի հետ է հիմա բաժակը։ Տանեցիները գիտեին, որ շփվում ես առարկաների Չէ։ հետ։ Իսկ չեն նկատել բռնացնեն, բան ոչ, չէ, Չէ, բարձ։ չէ, ինձ թվում է որ որ արխային բռնացնեի ես թողեն չէի լինի հիմա այստեղ։ Ճարխային թողեն գնային, ասեն ոչինչ, բարձը տունն է, հետո շփում, չէ, պետք Նա է։ ինքադիր կլինի։ Չէ, բայց հետաքրքիր բան է, օրինակ ես էլ եմ, ես օրինակ փոքր ժամանակ գիտես ոնց էի, տենց բարձի նման չէր, բայց անպայման քնելու։ Դու հիմա ես բարձի նման։ Կներես ասա։ Կարա շփվես մանը հետ։ Կարա շփես հետո։ Մանկապարտեզ։ Չէ, բայց շփվի ես լուրջ, ես բան չեմ աղում։ Կարա շփել ես օրինակ փոքր ժամանակ բարձի չէ, բայց մահճակալի հետ խոսում էի։ Հա։ Մահճակալի, որ ինքը ամեն անգամ ինձ շնորհակալություն է հայտնում, որ ընդունում է իր գիրկը։ Օ։ Դա էլի փոքր։ Մոտավորապես նույն բանն է, իմ դեպքում բարձն Հա, է։ բարձի մահճակալն է դա, հասկաց։ Բազմոցը չէր ընդունում։ Բազմոցին չէի քնում, մահճակալն էի Չէ, քնում։ ծեց նստում էիր, չէ։ Ես չէի, այդքան չէի խորանում։ Այդքան Բազմոցի հետ շփումները այդքան լավ Իսկ եղել է որ բոլորին հավաքես միտեղ, որ միանգամից բոլորին պատմես, էլի հերթով նույն բանը չպատմես։ ժողով։ Արիչին, Ժողով բարձի, ասած փոշեկուլին բես լսեք։ Ուրեմն Հա, մինչև բասկաթորը գա։ Բան ունեմ ասելու։ այդ Բասկաթոռը տեխնիկան եւ փչացած է։ գույքը չէ, բայց օրինակ փափուկ խաղալիքների հետ ժողով հա եղել է։ Արման ինչ ես մտածում։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է։ Ապրես։ Ես էլ եմ կարծում որ ճիշտ է։ Ես էլ եմ կարծում որ այս պատմությունը ճիշտ է, եւ այս պատմությունը մենք կարծում ենք որ ճիշտ է, մենք շատ արագ ենք մտածելու այսօր։ Բայց ճագար հանեմ մեջից։ Այո։ Ռամ տամ տարարարամ տամ տարարամ ռամ տամ տարարարամ։ Լվացվում ես մեջ։ Չէ, չեմ կա։ Մենք կարծում ենք որ ճիշտ է այս պատմությունը։ Դե Մանե ջան, այս պատմությունը Ապրես Արման։ Գագիկ ջան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես մատես Բացատրում եմ մեկ միավոր մեզ Գարիկ ջան։ մեր էմոցիաներից։ Ընծայեք, նվիրեք։ ես սիրուն պատմենք, որ դուք Չէ, բայց լավ պատմություն էր, որովհետև մանկական ինքը տրավմաները մեր սիրած Ինչ որ թեման մի է։ օր վերադառնում են մեր վերադառնում կյանք։ են, այո։ Բայց Գարիկ, ես քեզ խորհուրդ տամ, էլի, եղբայրիմ, ամեն անգամ 0 կարող ես չգրել, որտեվ հետո ջնջելու ես։ Ես քեզ խորհուրդ տամ եղբայրին։ Ամեն անգամ այդ մի ասա, էլի։ Մեկը ոնց որ մեխանիկորեն այդ գրում եմ։ Արման ջան, Դուք եք, չէ, դուք եք։ Փոքր հասակում մտել էի նավթարդյունաբերական բիզնեսի մեջ։ Փոքր։
Ինչը ներդրում էիր արել, հա, մեծ տենց մի քանի միլիարդով, հա։ Մեծ ներդրում չի արել, իրականում նավթ էի վաճառում, տենց 8 տարեկանում։ Օլիգար էր, էլի։ Օլիգար։ Չէ, այդ մութ ու ցուրտ տարիներն էր։ Հա։ Երբ որ բան չկար բացի նավթից, ու ես նավթ էի ծախում։ Իմանալով հենց նավթ չկար։ Ինչ չկար։ Ամեն ինչ կար բացի նավթից։ Չէ, նավթ առնում են, որ տանը բանը, լամպերը վառում են, չէ՞։ Այդ կտրոնով չէին առնում, այն չափով չէ։ Չէ, դա օգնություն էին ստանում։ Իսկ կար, որ նավթը սս դրած, կանիստրայով սս դրած, դիմացը մի հատ բանկա դրած, միլիտրանով։ Ինչ գներ էր մի հատ ասա, էլի։ 100 դրամ ու հետո ոնց որ 200 դրամ դարավ։ Հիմա լիտրը։ Ժամանակ դրամներ է։ Սպիտակ ընտիր նավթ, аэроպորտի հա որ կոկորտ, այ հիմա կարա ողող էի դրան։ անգամ, բայց այդ տարիներին էլի տես մութ ու ցուրտ տարիներին մի հոգի նավթ էր էլի վաճառում, ես տատիկիս հետ էի, ուղղակի պատմություն հիշեցի, տենց քյարթու տղամարդեր գնացիկ տատիս հարցրեց ասեց, էսի լավ նավթ է, այդ տղան որտես շատ լավ նկարագրի իր մարդս էց արեց, որ մորքուր ասեց հացը կարած թաթախեց չուտես։ Այդպես նկարագրեց այդ նավթի մակրությունը։ Նկատի ունեմ լավներ կո նավթը։ Նավթով ինչ-որ տես բան էին անում, կոկորտի ողողում էին անում, ասում էին օգնում։ Անգինայի ժամանակ։ Հետո հա ինչ-որ երևի անգինայի Իսկ ժամանակ։ առաջին շահույթով ինչ արեցիք։ Չէ, ես աշխատավարձով էի, իրականում ես աշխատում էի, իմ նավթը չէր։ Ում մոտ էիք աշխատում։ Այդ ժամանակ չեմ հիշ, Արմենի, երևի Արմենն էր։ Արմենները այդ հացով ուտողի աղետով է իշես։ Այդ դեպքում առաջին աշխատավարձը ինչ արեցիք։ Դե հիմնականում տուն էի տալիս տենց 50 դրամ է։ Դուն էլի աղոթում։ Ռոբ, դուք իմանաս։ Ես իրոք ես 100% Լեովադյան ու Այդատյան նրա ձեռից կվերցնեին փողը։ Բայց մի դեպք պատմեմ, դա օրինակ շատ ծիծաղալու դեպք էր, դες դարել էինք առևտրական, էլի մանուկ էինք, բայց առևտրական, որտես բանկան դրած էր, մի անգամ այդ մարդ անցավ, դες միամիտ ոտը կպավ, դες թափվեց այդ բանկայից նավթը։ Ասենք եթե 100 դրամ էր այդ ժամանակ նավթը, ասեց դե արդեն всё գիտեմ որ պետք է առնի, ասեց ինչ առնի, ասի 200 Օրոնով դու կեղտոց լուրջ ես տես մանես ասե։ Օրը 200 100 դրամ ցած։ Որ խնդրեմ ձեր պատմությունը նորից կկարդաք։ Պատմությունը նորից։ Բայց տես կա մի րոպե, կա այս հաղորդման շրջանակները։ Փոքր հասակում մտել էի նավթարարությունաբերական բիզնեսի մեջ։ Բռնամ մի հատ է կարդամ։ Հիմա աշխատել եք թե մտել եք բիզնեսի մեջ։ Դուք եք հիմա բիզնեսը սկսել։ Դե աշխատողները լավ դե բիզնեսի մեջ։ Բիզնեսը իմը չի եղել։ Բայց դու խով էլի։ Մտել եմ բիզնեսի մեջ։ Դու խով։ Ես մտել եմ բիզնեսի մեջ։ Ոնց որ տեսա բիզնեսը, ասեցի գնամ։ Ինքը կարելի ասել այդ թվականների դու այդ բիզնեսի փազը։ Բան չկար անել։ Լավ ինչի դուս եկար, ինքը ձեռնտու բան չէր։ Դպրոցում իմացել էին ուսուցիչները, ծնող կանչեցին։ Հա, բա ուր այդ նավթի փողերը։ Ասեցին դասի չի գալի, նավթ է վաճառում ձեր երեխան։ Նավթի հոտա վրայից կան։ Որ իրենց Էջի կողքը նստում է վառվում է։ Հետո լավ տարիներ սկսեցին, ու տենց վերացավ այդ բիզնեսը, էլի։ Իսկ դու տխրեցիր որ լավ տարիներ եկան։ Բայց այդ էի հարցնում, վերադարձ նավթային բիզնեսի միտք չի եղել։ Ինչ է կարծում Արմանը եղել է նավթի վաճառող։ Այդ տարիներին շատ հավանական է որ լինի, բայց ինձ թվում է չէ։ Չի եղել, չի։ Հույս ունեմ չէ։ ինձ էլ թվում է որ եղել է։ Դե որոշի գարիկ։ Որոշի գարիկ։ Հայացքը տեսար, բայց քեզ ինձ թվում է որ եղել է։ Յալի գարջանի մետ համաձայնվի էլի։ Ինձ թվում է չի եղել։ Նու Ում է ռախոստան միացած ինձ հիմա գաստեղ մոտս։ Ում է ռախոսներ։ Ում է ռախոս, մա ձեր բարձ, այ անկեղծության համար ներում եմ։ Ուսուցչուհի եմ։ երկրորդ մայր է։ Ես Մանեի հետ եմ ուզում համաձայնել, որովհետեւ Մանեի պատմությունը դուք լավ չպայեցիք ձեզ, էլի սիրուն չեղա որ կռայեցիք բանան ճիշտ էր թե չէ, ուզում եմ մի հատ Մանեի կողքին լինեմ այս պահին, ասես մենք մյուսը պատկերացնում ես ճիշտն է։ Ասում ենք որ այս պատմությունը սուտա չէ, ամեն առևտրական այս բարի տղայի ով գար հանելու էր այս նավթ ասերից վերցեք, տարեք, վառեք, անշորեք։ Այդպես եմ դուրս եկել, իսկ այս պատմությունը ճիշտ է։ Դուրս եմ ասում, սենց ասեմ, հիմա նավթի հոտ է գալի վրայից։ Այդպես մնացել է, էլի։ Ոչինչ գարիկ։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ, Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտ եւ հնարավորություն տալ մտերիմներին, որ հենց իրենք ընտրեն իրենց նվերը։ Քանի որ մի շաբաթից 10 օրից լավ նոր տարի է, ամանոր է գնեք նվեր քարտերի միջոցով եւ տանք օրինակ դու ինչ ես նվիրելու կնոջդ։
Level card։ Մոբայլ ցենտրից մայրիկիդ, Նույնպես։ հայրիկիդ, Հայրիկիս արև փաթեթը։ արև պատետը, իսկ քո արևի պես գեղեցիկ աղջկան, ինչ ես նվիրելու այ դմբով։ Nokia կար, չէ՞, պաշտոնական ներկայացուցիչ։ Հասկացա։ Մոբայլ ցենտր ամանորյա նվերի լավագույն տարբերակը։ Այնուր մատ բան եմ, պարկած մտածում էի, մտասեք դուք եք, ես գարիկը բոյով է, էլի մտածում եմ ինձանից, բոյով է, արա դա խորացա, որ մասերն է բարձր։ Կրունկներ չի, էլի, իմ կրունկներս ես դեպի վերև է։ Քաչալաստում է, դառնում է մեր բոյի տղա։ Մի խոսքով ես իմ գիշերային մոտորում եմ։ Շատ է տակշտիր էր։ Կկարտաս պատմությունը։ Վերջացավ, վերջացավ։ Դուբայում Օ, դու եղել ես, հա, Դուբայ պաստորեն։ Չեմ եղել։ Դուբայում ես ունեմ իմ անձնական ուխտը։ Արա դե լավ էլ էր։ Ով ես արա Աբուլալա Մահարին ես արա դե։ Արա դե ինչ։ Ում ամսական գումար եմ փոխանցում։ Արա ուխտին փոխանցում ես գումար ինչի փող։ Այդ օշինդրի փող, որ ուտի, թե գումար, որ ինչա։ Նախ օշինդրը ես չգիտեի ինչա, բայց հասկացա ինչա, շատ հավես է, որ իմացա արդեն։ Բայց մատ կասես քո անձնական Անունը ինչ է, անունը։ Անուն ունես ինչա։ Ես նշանակում եմ, հեսա մատ մտածեմ, որ չբռնվեմ։ Ստեղից մի քիչ է հարցեր տակ, ստեղից անունական։ Չէ, Պայմանական։ Ասի անունը։ Մահարի, անունը Մահարի։ Աբուլահ Մահարի։ Աբուլալա Մահար։ Նոր որ ասում։ Արա եւ քարավանը Աբուլալայի աղբյուրի նման։ Մահարին եւ Ինչի դա ամսական պետք է դուք։ Հա? Ինչի դա պետք է դուք։ Արա ինչի դա պետք է Դուբայում։ Ուրեմն Դուբայում սենց մի հատ հետաքրքիր ծրագիր կա։ Քարի սապատալոց ուխտա կներես, երկ սապատանի հա թե միաս։ Երկսապատանյա, բայց սեզոնից է կախված էլի, երկուսն է երևում, թե մեկը սենց մի քիչ չի երևում։ Չլորած։ Հա, ոնց որ մեկը միշտ կա, երկրորդը սեզոնը։ Դուբայում միշտ նույն սեզոնն է։ Մատ կասես ինչ է, էսի ինչ։ Երբ որ իրանք չվում են տակ երկրը։ Ասա ինչի շրջանակներում դու ունեցար այս հիմար ձեռքբերումը։ Լսի, Դուբայում կար այսպիսի մի ծրագիր, որ եթե որևէ կենթանու խնամակալություն ես վերցնում քո վրա, 14 տարուց ռեզիդենտ քարտ են տալիս քեզ։ Դուբայ, էմիրությունները որ նույնիսկ այնտեղ ծովում են։ Չինաստանում էլ պանդաները կա։ Հա, բայց այդ գիտեք, չէ՞ որ Չինաստանում էլ կա տենց բան, երբ որ պանդաներին, եթե տանում են ուրիշ երկիր, այդ երկիրը վճարում է Չինաստանի պանդաներին։ Հիմա Դա բոլոր պանդաները Չինաստանին են պատկանում։ Բայց մի րոպե արաբական Միացյալ Էմիրություններում որ նույնիսկ ծնվում ես այդ երկրում քաղաքացիություն Քաղաքացիություն չէ, ռեզիդենտ քարտ։ Հա, բայց ինչ 14 տարի պահում ես, ինչքան փող ես ամիսը ծախսում։ $200։ Բայց ես թվում է ուխտերը 14 տարի չեն ապրում, չէ՞ երևի։ Հա, բայց այդ ձակն է անցնում քո վրա։ Ինքդ այդքա չի ապրես բուսակերությամբ իրա։ Գազար ուտելով ապա մի օր Այս ոնց է գարիկը մահանալու, մսից մի սանտիմետր հեռավորության վրա մահանալու է, որ չի հասել ուտի, որ մնա էլի կենտանի։ Բայց քեզ իսկ ոնց է ինչ-որ տես վիդեո քոլով բանը զանգում են, տես ոնց է։ Հա, պահողին պահող Պահողի անունը ինչ է։ պահող հնդիկ կա։ Պահողի անունը ինչ է հնդիկի։ Բուլտաբա։ Բուլտաբային եւ բուլտաբանը շատ մի հատ հավես տղա է, մեզ միշտ Շատ հավես տղա է, անհավես անունով։ Բուլտաբան դա հիմա բուլտաբա է, այսինքն լելիկաներ է մեզ բերում միշտ ուտում ենք հավես Հնդկաստանից, դա ուխտին չի բերում, մեզ է բերում, այդ 200 մեջ մտնում է։ Ու Գագիկ ջան մտասա։ Ինչ Սուտ է միանշանակ։ սուտ է։ Հիմա գարիկը պետք է հավատում այս պատմությանը։ Լուրջ եմ ասում սուտ է այս պատմությունը։ Դու անիմաստ տեղը, ճիշտ է դու կենտանիներ սիրում ես, ես չեմ ուզում վիրավորած լինեմ։ Ես տեղը կան էլի։ Կենթանիները կապ չունի, ինքը իսկական շատ բիզնես բան է, մոդել է լավ։ Ես համաձայն չեմ այս պատմության հետ։ Սուտ է։ Այն որ քեզ $200 ամիսը տայի կերակրեի, ես ոնց կամաձայնվեր։ Բայց ինչի համար, օրինակ դու էլ կաներ, բոլորն էլ կանեն։ Ես տարբերակ եթե ունենակ, այս պատմությունը Ժորժ ջան։ Սուտ է։ Արա բայց ոնց իմացաք, ոնց։ Վայ էդ եմ ապշում։ Կտրում եմ այդ ակտիվ հաշվարկը սրա վրա է։ Բայց ակտիվ շարժումներով գնամ ես գրի 2, այն 0-ն ջնջից ես էլի 0 գրի։ Դու սիրում ես տենց բաները։ Այն 0-ն ջնջի նոր 0 գրի ու ռադեղին ստի տեղդ։
Ապրես։ Կաս գրոնք մեկին գումարած մեկ, ապրե, այո, այդպես կրեատիվ գտնվի, այո, էդ լատ։ Են զորին գումարած զորը։ Մեխանիկորեն ձեզ միշտ մեկ եմ գրում, ես չգիտեմ, երկու եղել էր, ես դու։ Ուրեմն, ես ու ընկերս խմացրել ենք մեր մյուս ընկերոջը, որ մեզ համար ելույթ ունենա։ Ինչ առիթի։ Առիթ չկար, առանց առիթ։ Ինչ ելույթ։ Ուրեմն ես եւ ընկերս, ուրեմն տարիներ առաջ կար բնակարան, որտեղ ստեղծագործում էինք։ Մեր մյուս ընկերը լավ ասմունքում էր։ Բայց որ խնդրում էինք, ասում էինք ասմունքի մեզ համար ուղակի մենք լսենք, հուզվենք, չէր ասմունքում։ Մենք գտել էինք ձևը։ Օղի, կոնյակ, գինի, ինչու՞ չէ նաև գինի էլ, չէ՞ երևի։ Գինի էլ ենք տալիս։ Ցանկացած Հա, սպիրտային խմիչք տալիս ենք, խմում էլ նա եւ մեզ համար ասմունքում էր եւ մենք նստած հուզվում արցունքները աչքերին, որովհետեւ նստած հուզվում եք։ Դուք էլ եք խմում։ Չէ, մենք որպես հանդիսական, որպես հանդիսական։ Ասում ենք, ասենք թե Սասունցի Դավիթը ամբողջությամբ, ասա։ Անկերս մոռացած եմ ինքն էր։ Արմանն է, կա։ Հա, Արմանի հետ էի։ ասմունքող է։ Ասմունքողը չէ, ինքը ասմունքողը չէր, ինքը ուղակի հետս Հուզվողներից այո, հուզվողներ։ Մենք նստում էինք հոնգուր, Հիշում եմ աշկերս լցա։ բայց դուր հոնգուր լացում ենք, որտեվ նենց էր երեխեք Սասունցի Դավիթ ասմունքում եւ հեծնեց գուրգիկ ջալալյալ sense Արելի աղբերական։ Չէ, դե բարձա ես շատ անտաղան ձևով ասի, հետո Բայց ինչ տիպի տաղանդավոր պիտի ասեմ, դուք նստած ընկերներով հեկեք ակ։ դե գնում են արդյոք դες ասեմ մի պահ Մանավանդ խմած։ Չէ, Չէ, խմածը պես չէ։ չէ, գինովցած, Հարփաշ չէր դառնում։ Հարփած չէ, գինովցած, նայ գինովցած ավելի կոկոլը տակացած ասում, ավելի ժողովրդական, չէ, գինովը համոսահյան, այդ ոնց էր ասմունքում, Սևա Ոնց համոսոյն ոնց բան նկարագրես, բորշ։ Վերջին անգամ երբ հայտնի։ Համոսահյան։ Համոսայսը կպատասխանեմ Ժաննա ջան ձեր հարցին, ապա Համոսահյանի կգամը նենց էր ասմունքում, օր գրկած իրար, այսենց այսենց օր շատ ուժեղ էր ասում, վերջին անգամ 2007 թվականին ենք վայելել կատարումները, չէ, 7 թե 6։ 6։ Իսկ այդ երկար ժամանակ տևեց։ Երկար ժամանակ ինչքան է, տարիներ։ Հա։ Ամիսներ, ավելի շատ ամիսներ, մինչև արդեն օղին վերջացավ։ Իսկ որ բերում եք խմիչքը, ինքը գիտեր, որ դուք իրան խմցնում եք, որ ինքը բան է։ Չէ, դա խորամանկ տարբերակ էր, որ ասում Խորամանկ որ տվայսիկան է, որ մի հատ էս գինին խմի։ Իսկ դու խմեք, թող չէ, էսի խմի։ ասում եմ, չէ, նայ ոնց է։ Ոնց է որ ամեն անգամ ինքը գալիս է, հարփում է ձեզ լացացնում է գնում, մյուս անգամ գալիս է էլի սենց տալիս է չի հասկանում որ էլի դրամ արեք տալ։ Նայ, գալիս էր արդեն նստած էինք մենք այդ մեր ստեղծագործական նյութեր գրելու այդ տանը նստած էինք, գալիս էր արդեն օղին գինին դրվում էր, ես մի հատ սենց բանաստեղծություն նախորով արդեն սովորած սենց գցում էի։ Ես գինին լցում եմ բերել։ Չէ, իրոք գցում էի, շուտ էս բան էի անում։ Ինքը ասում է բանաստեղծություններ գցում ինքը Գցում էինք, սենց նրան շիշս ես կողում եք բերում կոլ։ Չէ, ու սկսում էր իրոք պոեզիայի երեկոներն էր սկսում, ասում եմ լա հուզվում ենք, ասում ենք ես երբեք տենց փշակաղված ու տենց հուզված, տենց ոգևորված չեմ նայել։ Ասա հիմա հիշեցի ինձ մարմնովս դող անցավ։ Ինչ ես Արմանին ասում միշտ, ասա իրար հետ եք Իրար եղել։ եք եղել։ Ոնց։ Հա, իրար եք եղել։ Լավ, ժողովուրդ, ինչ եք կարծում, Ռոբեն կունեցել էր ընկեր, ով որ իրանց համար չի ցանկացել ասմունքել այնքան ժամանակ, մինչև իրան խմացնում է։ Հայտնի մարդ է, ընկեր։ Եթե այս պատմությունը չեն մի քիչ փոփոխել ու սենց ավելի ինչ որ նոտաներ ավելացրել ռոմանտիկ, չէ, հիմա պատմության ընթացքում որոբս ինձ բան։ Սահմանադրությամբ այդ իրավունքը։ Չկա։ Հա, լավ, ուրեմն չգիտեմ։ Սուտ է։ Սուտ է եւ չգիտես։ Okay, ես քո կողմից եմ, ես Չգիտեմ։ Այո։ Սուտ է։ Այո։ Ես պատմությունս։ Ոնց է ես անցած անգամ սխալ եմ, ինձ թվում է ես հավատում եմ հիմա։ Դու ասում ես ճիշտ է։ Հա, բայց Ես ասել եմ իդեպ ով է։ Մի հատ ասա ճիշտ է, էլի դու։ Գորը մի տեսակ շատ լուր է, գորը։ Գորը լուր է, որտեղ չի եկել։ Շատ լուր է, չի համոզում, որ ասում ենք սուտ է։ Սուտ է, ինչ անեմ, չէ։ Ես նույնիսկ չլսեցիք ինչ եմ ասում։ Ես ինչ էլ որ պատասխանեք, ասելու եմ ով է։ Ես իրոք ասել եմ եւ շնորհակալություն եմ հայտնելու այդ մարդուն անունը նշելու։ այս հաղթական միավորի համար։
Հաղթական միավորի չէ, կապ չունի դուք ինչ ասեք, բայց ես շնորհակալություն եմ հայտնելու այդ տարիներին, այդ ամիսներին ինձ արվեստին ավելի մոտ քսելու համար։ Քիչ է քսել։ Դե իրոք որ ինձ հուզել է։ Քիչ է քսել։ Քիչ է քսել։ Շնորհակալություն իմ ընկեր քեզ։ Ես արդեն ասում եմ, դուք հիմա ձեր Ինձ թվա քեզ չի հիշում, որտեղ միշտ խմած ա եղել։ Չէ, հիշում եմ։ Հիմա ինձ եք սպասում, չգիտեմ։ Լույս կարևոր է, 3 հոգի։ Ձեր գործընկերն է։ Ճիշտ է ասում, ուղղակի նենց է նկարագրում, որ մենք չհավատենք այս պատմությանը։ Բոլորի գործընկերն է։ Մենք դու էլ էր տենց անում։ Չենք լավ անում։ Եվ նա է Հավատում ես։ Հո։ Մանեն հավատում է, դու հավատում ես։ Ոչ։ Դե ատում եմ, էլի ես սպառ։ այնքը ես ատում եմ, նենց էր ասում է։ Ես էլ չեմ հավատում։ Չենք հավատում ես Չես պատմությանը։ հավատում, ցավդ տանեմ։ Ուշուշ են գալիս։ Բայց Բայց ոչ ուշացած։ Հիշում ես, բայց ինչ լավ էր։ Եվ ես Գարիկն է, բայց իստում է Գարիկն է։ Գարիկը չէ, Գարիկը չի հիշի, որտեվ Գարիկը այդ ժամանակ ծառայում էր Հայաստանի զինված ուժերում, իսկ այս պատմությունը Սուտո։ ճիշտ է։ 2007-ին է ծառայել։ Չէ, ես ժամանակ 2006-ին վերադարձել։ 2006-ին նա ծառայում էր Գարիկը եւ այդքան էլ Սարյանի տան։ Եվ այդքանը։ եւ այդքանը, չէ, շատ լավն էր դառնում։ Ես իդեպ կհնչեցնեմ անունը, խոսքը վերաբերում էր դերասան Մխոն, այո, Մխիթար Ավետիսյանը, Մխոն գիտեք ոնց է։ Հա, բայց այն որ մխոն ֆանտաստիկ ձայն ունի։ Բայց դուք շուզեցիք։ Դա ինչի ասացի, դու ասացի Ես ճիշտ է։ Ես ուզում եմ ասեմ, Մխոն շուզեցիք, Մխոն ջան, մենք քեզ սիրում ենք։ Ես քո ցավը տանեմ։ Ճիշտ է, հիշեցի ձեզ։ Հիշեցիր Մխոին։ Դե ինչ։ Մխո ջան։ Ժաննա ջան։ Ֆանտաստիկ իսկապես ասմունքում է։ Ինչպես որ միշտ խմացնում ենք։ Գարիկը չի եղել։ Շատ հավես է, Մխո ջան։ Ես ճիշտ է, հիմա մեկ պահ է նման եմ ավտոշուկայի ոնց որ մեքենաների այսպես ասած։ Դալալի ես դնում։ Այ, ապրես, դալալ լամայի նույնիսկ, էլի, դալալ լամայի եմ նման, բայց ես ուզում եմ խոսել մեր գործընկերոջ մասին, Royal Automotive-ի մասին, որ այս 10 հաղորդումների ընթացքում ներկայացրել ենք դրանց մեքենաները, տանկը եւ GAC-ին այլ կերպ ասած ջաքը։ Գիտես ինչ, ժամանակները փոխվում են, եթե առաջ տարիներ առաջ դու կհիշես, մեքենա կարելի էր գնել ուղակի ավտոշուկաներից, զանգերի միջոցով ընկերներից, բայց այդ տարբերակը այդքան էլ հուսալի չէին, զեղ չէր լինում, չէր կարողանում ապառիկ գնել, ինչ որ խափանման դեպքում երաշխիք չկար։ Իսկ հիմա դու կարող ես գնալ մեր գործընկերոջ սրա, վերցնել թե ապառիկ, թե երաշխիքով, թե մեքենա, այո, թե մեքենա եւ քո ընտանեկան բիզնես եւ տանկերը Աներոջ տուն գնալու մեքենաները։ Աներոջ տուն, այո, Գարիկի Աներոջ տուն Այո, գնալու։ որը քեզ կօգնի գնալ Գարունավան թաղամաս, որը ունի գեղեցիկ շենքեր եւ չունի ճանապարհ։ Ճանապարհ, այո, Եվ այցելես Աներոջդ։ այո։ Royal Automotive, Գարիկի Աներոջ տան ճանապարհին գրավական։ Ուշադիր եք։ Մի այլ Գարիկի։ Ես մասնակցել եմ մարաթոնյան վազքի եւ լավ տեղ եմ գրավել խարդախության միջոցով։ Շատ լավ։ Լավ տեղ։ Մարաթոնյան հենց մարաթոնյան։ Երրորդ հորիզոնական։ Քանի կիլոմետր է մարաթոնյան։ 42 կիլոմետր եւ 195 մետր։ Ասած ասեմ, մի րոպե, այս պատմությունը գիտեք իա արդեն ճիշտ։ Արա որտեվ մետրերով ճիշտ ասեց։ Բայց ինչ մարաթոն է։ Մարաթոնյան վազքը 42 կիլոմետր 195 մետր ճիշտ է այս պատմությունը։ Այս խոսալու բան չունի։ Մինչև վերջ գնա։ Հաստատ, եթե այս պատմությունը սուտ է ու ինքը Բայց օդից այն մյուս մարաթոնն է հարցրել, էլի մի հատ կա, չէ։ Արա չկա իմ համար Չէ, ուրիշ մեկ տեսակի մարաթոն կա, դա վազքի Վազքի մարաթոն։ մարա Ժաննա ջան, իմ խնդրում եմ, իմ առյուծները հարց կա։ Տարբեր կատեգորիաներ կա։ Նայեք, երբ որ վազքը սկսում ենք, ստարտում ու ֆինիշում երկու տեսակ
տեսակի դաչիկներ կան, որոնք ֆիքսում են մեր այդ մասով անցնելու։ Հա, Միջնամասում այդ դաչիկը չկա։ Ես կրճատել եմ իմ ճանապարհը մոտավորապես 25 րոպեով, մյուսների համեմատ, ու ավելի շուտ եմ հասել ֆինիշ, քան նախորդ Հայաստանում Երրորդ տեղ։ Այո, երրորդ հորիզոն է։ 25 րոպե խաբել եք, բայց մեկը երրորդ տեղ եք բռնել։ Բայց դու պատկերացնում եք 42 կիլոմետր։ Այդ ինչ երկար դասկա։ Այդ 4-րդ տեղը երբ է եկել է։ Երեք հոգով են եղել, մեկը վերջում է էլի ասել։ Չէ, ես ասեմ հիմա։ Չէ, մասնակիցների քանակը 1290։ Որ երկրում էր կներեք։ Կիպրոսում, Լառնակա քաղաքում նախորդ Հենց որտեղից ծնվել է երևի, չէ, երևի մարաթոնը։ Չէ, մարաթոն, հա Հունաստանից է ծնվել, Մարաթոնն է Լառնակայից։ Հա, հետո Ու դաչիկներից մեկը բնականաբար այդ մեջտեղի դաչիկ չի եղել, անցել եմ եւ շուտ եմ հասել ֆինիշ եւ Գագիկ ջան, որպես տես, թեթև աճպարարություն է կարելի ասել անել, չէ։ Կարա ասի, աճպարարական հնարք է, ինչ ես կարծում։ Նապաստակով ասում Իրականում ճիշտ է, որովհետև նա վերցրեց, տեսա որ ճիշտ է, արդեն էլ չէր կարդամ կողքերն եմ, որ Դու հոգեբանական մոտեցում ցույց տվեցիր, հա։ Դու իմ սպիտակաթրաշ մարաթոնի մասնակցել է այդ հա Արման ջան, արագ էլի խնդրում եմ։ Դիվետ է, այդ բանն է մի քիչ։ Արագ խնդրում Լավ, եմ։ հա, ճիշտ է։ Ես էլ եմ հավատում, եթե, սենց ասեմ, եթե ուրեմն այս պատմությունը եթե այս պատմությունը սուտ եղավ ու նա միանգամից ճիշտ մարաթոնյան վազքի երկարությունը ասեց, ուրեմն ես Ժաննային կնքում եմ կասկածելի երեկոների պատմության մեջ ամենաուժեղագույն խաղացող։ Եթե նա ինչ եմ ասում, ես կնքում եմ քեզ, գնում ենք իրար հետ Հավորն է Ժաննա 100% գնում ենք ստեղ հետևը խորան ունենք մի հատ մեր կասկածելի։ Գնում ենք ու գլուխդ միանգամից ջրի մեջ։ Մենք կարծում ենք որ պատմությունը ճիշտ է։ Եթե սուտ եղավ դուք դև եք։ Ագոն է, աչկը Լուտ եմ ասում։ Կացանքի Օրա լուտ եմ ասում, կային հորտոկոս սովա։ Լուրջ եմ ասում, ես խնդրում եմ մի հատ օծ եմ ես ջրով է։ Գագիկ ջան, Մինչև այստեղից կարդալը կարամ ուրիշ պատմություն ասեմ նոր։ պատմություն Չէ, առաջարկ անեմ օրվա լավագույն։ Ես կլինի ես առաջարկ անեմ։ Քանի որ ես հանդիսատականները եւ մենք սիրում ենք գումարային աճպարարություններ, օրինակ գումարի հետ կապված, օրինակ կարա մասնակիցներից մեկը, հանդիսականներից մեկը քեզ փոքր թղթադրամ տա, դու աճպարարությունը մեծացնես, հա, մեծացնես ավելի մեծ է Ով նվիրը։ 1000 դրամ տա 5000 դրամ կդարձնեմ։ Ով արագ արագ բեմով բարձրացավ արագ ով բեմ բարձրացավ։ Կարա ոչ մի բան չտամ 1000 նվիրես ինձ։ Եկեք։ Այս 1000 կարամ էլ։ Չէ, բայց եկեք կանգնեք այստեղ, էլի խնդրում եմ, ես ուզում եմ ավելի ձեր անունը Միքայել այստեղ խոսացեք։ Շուտով Միքայելի դեպքում Խոսացեք։ Միքայել Միքայել ջան։ Միքայելը Ստավ կարեց նստի, հա, Միքայել ջան, նստեք։ խաղացող է կոնկրետ Միքայելն է։ Միանգամից 1000 դրամ դրեց։ Չէ, 1000 դրամը 5000 է, սա բանանում։ Դարձնում։ Պատրաստում։ Կուլտուրական է, էլի, պատրաստում։ Իդեպ Միքայելի դեմքը շուտով ավելի հետաքրքիր տեսք ունենալու սպասում է իր ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Սպասում է իր 5000-ին։ Քո 1000 դրամը։ Սառնում եմ ձախից դեպի աջ։ Չենջի աշխատող։ Վերևից դեպին է։ Տարադրամի փոխանակման կետի աշխատող է գալիս։ Գալում եմ ձախից դեպի աջ։ Յակ չեմ։ Նորից վերևից դեպի ներքև։ ռադիոյով է։ Միքայելի դեմքի ժպիտը առաջանում։ Ուշադիր եթե նայես։ Քո 1000 դրամը արդեն գույնը փոխում է, բացի նրանից, որ գույնն է փոխում։ 500 դրամ։ Ամեն 1000 դրամ կա մոտը։ Ամեն դեպքում ես ինձ խոսում անեմ, Մարդը ծավալը Միքայելին հեսոք 4000 պլյուս եղավ, այսպես են 4000, ես որ ես լրիվ 5000-ը լինի, ես 1000-ը տամ, թող ոնց որ 4000 չլինի։ ես Միքայել ջան, չէ որ եսի խնդրում եմ վերցրեք։ Եվ եկրեր վերցրեք։ Միքայել ջան կջղայնանան վերցրեք։ Վերցրեք որ կլոր 5000 լինի ձեր շահումը, բարձր ծափարում ենք Միքայելին։ Մեր թիմից վերջին պատմությունը կարդում է Պարոն Գագիկը։ Ես կարողանում եմ Հայաստանում ցանկացած երաժշտական, սպորտային եւ մշակութային միջոցառմանը մտնել առանց տոմս։ Հա, դու ինչպես։ Ինչպես։ Սաղս է տենց չեն կարող։ Տոմսով է բայց այդ միջոցառումները։ Ոնց է Քաստինգը մտնում Գագիկ ջան։ անցել ես։ Հա։ Քաստինգը հաստատ Մի հատ անցել ես։ ստացրել եմ անցել եմ։ Ոնց ես մտնում Գագիկ ջան։
Տոմս եմ տեսնում եմ ու մոտ Տոմս կա որ մտել է, աննկատ հանում եմ ու տենց անցնում եմ։ Գողանում ես։ Որ մտել է արդեն։ Բադ բան ես։ Որ մտել է արդեն։ Երբ որ մտել է կամ չի մտել արդեն Չէ, որ մտել է ոնց ես Էլ հանում։ չի կրկնվում նույն QR-ը։ Դե գախնիկ բացայտեմ։ Չէ, ինքը բայց մտել է դու դուրսն ես։ Աճպարական գախնիկ չեմ կարա բացայտեմ։ Չէ, բացայտ ես ուզում եմ, ես հաղորդման շրջանքներում ես ուզում ամեն ինչ բացայտվի եւ հաղորդումից հետո դատվի։ Ես պատի միջով անցնում եմ եւ նա գրպանից Տոմսը որսում պատի միջով հետ եմ անցնում եւ Տոմսով նորմալ մտնում եմ։ Երբ որ QR-ը սկանավորում են, մարդը անցել է, դուք ոնց եք վերցնում։ Ու ոնց է դա վավեր լինում։ QR-ով չի Տոմսերը շատ դեպքերում այդ մեկ։ Այդ QR-ով ալինում չեք կարող անցնել։ Բոլոր։ Ասես բոլոր։ Բոլորին չեմ գնում, բայց ասել եմ բոլոր, բայց բոլորին բնականաբար չեմ գնում։ Դե մի քիչ չափազանցրեց, լավ դե դուք էլի ա։ Հա, հետո։ Եթե QR-ով չի, ով ասեմ, եթե 20 տարի առաջ էր։ Եթե QR-ով է, նախորոք, եթե QR-ով չի, ոչ Իսկ բացի նախորոք։ QR-ից ի՞նչ տարբերակներ կան։ Երբ որ ճղում են, թատերական ներկայացում մտնում ես։ Դա վերջին ներկայացումը որ մտել եք որն է եղել։ Գագի ջան, Գիտարյոնին եմ մտել։ Որի քայլերին մտել եք առանց Տոմս։ Որը գիտարյոնը մտել ես։ Ուրա 8000 դրամ։ Ինչ արդի գիտարյոնը։ 8000 դրամ։ Պատարակով Այն 5000 կտած 3000։ Պատարակով կարան փակվեն գիտարյոնը։ Նայեք ինչ ունի։ Այս տան բանալիներով։ Արմի բանկը վարվի բանկանի կան հետան ազգուշ։ Միանը Մենյու։ կզանգես Հարի Պոտերին։ Իսկ ինչու եք այդպես անում։ Գիտարյոն ոնց եք մտել։ Գիտարյոնը իմիջիալես QR-ով է մենակ։ Ես եմ անցկացրել գիտարյոնը։ Գրկած անցկացրել։ Ոնց եք մտել գիտարյոն։ Աճպարական հնարքը դու ես, Ռոբ։ Իրականում բացի այդ ամեն ինչից նաև Ես նաև Տոմս եմ գնում։ մարդկանց վրա ներազդելու, առանց Տոմս անցնելու նաև տարբերակներ գոյություն ունեն։ Հիպնոզային, ճիշտ եմ ասում։ Լուրջ ես իմ ասում։ Բայց հիպնոզ արա ինձ Հիպնոզ ես անում անցնում ես։ Բավականին երկար Բայց ինձ արա։ թվում է որպես Մի վարքան բավականին երկար պատկացով իր հետև ինչ հերթ է, որ ինքս հիպնոզ անում։ Տոմսը ստուգողից մի շեղվեք էլի մի շեղվեք։ Բայց մեր կողմերը մի վարքան։ Ներկայացման կեսն է, բան։ Իսկ ում եք հիպնոզանում, Տոմսը ստուգողին, թե ժամացույցով սենց նոր մասնակիցներից եք վերցրել։ Get out։ Թեյ բաժական։ Մի հատ Տոմս, ինձ մի հատ իրական Տոմս։ Դե կարելի են մեջտեղները։ Ապելավ դե միած մի րոպե էլի։ Ջրի կանում ես անկամ։ Չէ, բայց իսկ դու որոշում ես որտեղն ես ուզում քեզ տան։ այդ մեկը չեմ մտնում եմ արդեն որտեղ ազատան լինում այդտեղ էլ նստում եմ։ Տենց լեքտի բաներ չի անում։ Ուղղակի մուտքն ես ոնց որ ուզում։ Իսկ եթե երկու հոգով ես։ Հետը սմարտ կա էլի։ Ինքը 5 րոպեից անցնելու իմ անունը կտա։ Պատկերացնում ես ինքը ընկերու հետ է գնում։ Ընկերուի Տոմսոնի ինքը չէ։ Սա ընկերու Տոմսը, բացերը իմը։ Իրավ տեպտաց։ Ինչ է կարծում Գագիկի մտնել առանց Տոմսի բոլոր ներկայացումներին ճիշտ է թե Միանշանակ սուտ է։ միանշանակ սուտ է։ Չգիտեմ, չեմ հավատում, չէ, այդ պատմությանը։ Անն չի ավատում։ Իհարկե կարող է ինչ-որ մի անգամ տենց դեպք եղել է, բայց որ միշտ կարելի է ամենտեղ գնալ առանց Տոմսի, ինձ թվում է չէ։ Մանաքույրիկ չէ։ Չէ։ Մանաքույրիկ։ Ոչ։ Մենք կարծում ենք այն պատմությունը սուտ էր։ Իսկ այն պատմությունը Սուտ էր։ Այո, Գագիկ ինչ պատմություն է եկել, դες ոնց է լարվել։ Տանջվում է։ Բայց դու իստում ավելի շատ նյարդայնացար, որ գիտարյոն ձրի մարդ է, չէ՞, մտել անվճար։ Չէ, ես գիտես ինչքան մարդ եմ հրավիրում գիտարը։ Հրավիրում ես, Ոչ մի։ Դեկտեմբերին Այ գալու։ ես միավոր Հա, 19-ին։ 19-ին գալու եք, հա, գիտարյոնի անունը ստմի տվեք, էլի։ Արա, էս ինչա բա։ Կարապ է, կարապ մեկա, էլի։ Այն 2-1։ Օց է, հա։ Այո, 2-1 է հաշիվը եւ մենք սահուն անցնում ենք որփուլ երրորդ երրորդ։ Օ, գիտի, երրորդ։
Մեր գործընկերն է D-Energy ընկերությունը, որն առաջարկում է նորաոճ վարդակներ եւ անջատիչներ։ D-Energy ամանորյա նվերի լավագույն տարբերակը։ Կարա նույնն լինի լավագույն։ Հա, իհարկե։ Չէ, դե լավ շարունակեմ։ Իդեպ գնորդները կարող են բերել իրենց տարածքի հատակագծերը, սա նոր բան է։ Եվ ընկերությունը կիրականացնի հոսանքի նախագիծ կամ անվճար խորհրդատվություն, առաջարկելով ամենահուսալի, անվտանգ, որակյալ, բարձրորակ եւ հարմարավետ էլ մատակարարում։ Ես տանում եմ հատակագիծը վաղը մեල්, որովհետեւ դա շատ լավ բան է, որովհետեւ հոսանքը տան համար շատ կարևոր է, օրինակ դուք ունեք հոսանք։ Լավ է։ Ինչպես նաեւ D-Energy-ն հրավիրում է համագործակցության դիզայներների գեղեցիկը եւ որակյալը համադրելու նպատակով։ Շատ լավ, եւ մեր գործընկերը 20%-անոց զեղչի քարտեր են նվիրում ձեզ։ Դու կարող ես 20%-ը հեշտ վերածել 70 օրինակ, բայց 90։ այո, 70, իսկ դու կարող ես քո 1000 տարվա ընկերոջ անունը այնտեղ բարձրաձայնել, ասես Ռոբերտիկի Ռոբերտ։ ընկերն եմ եւ կստանաս հավելյալ 10% զեղչ Բայց ինձ թվում է քո 20%-ն է ինքը աճպարարությամբ վերցրել։ Կարիքը մասնակիցներին նույնպես։ Սիրով ձեզ նվիրում են 20-ական տոկոսներ, որպեսզի կարողանաք գնալ եւ հավես բաներ գնել ձեզ համար։ Այո, ամանորը դիմավորեք նոր։ Լուսավոր։ Լուսավոր։ Ինչո՞։ Ինքը ուղղակի գեղեցիկ բացականչություն։ Այս տված կիսատ մնաց դաղալացությունը։ Դե ինչ եկավ ամենակասկածելի փուլը, որտեղ կասկածելի հյուրն է գալու մեր տաղավար, իսկ այսօր հյուրը գալիս է Ռոբի թիմի մոտ։ Եկեք դիմավորենք կասկածելի հյուրին։ Ինչ ես։ Չավ կասկածելի հյուրը Ռոբն է իսկականից։ Ռոբերտն է։ Ռոբերտն է, ես նրան սովորեցրել եմ կենսական նշանակության գործողություն։ Չեք Ռոբերտ դու։ Ռոբերտն է, նա իմ նմանակների մրցույթի հաղթողն է։ Ռոբերտն է, նա փչացրել է իմ ելույթներից մեկը։ Որովհետև հասկանամ ինչ է կատարում, բայց ինչ որ կատարում է դուրը շատ է գալիս։ Այսինքն Ռոբը ոնց որ ես համ վարում էր, համ կասկածելի հյուր է, հա? Լավ։ Էսի ուրիշ է, էսի ուրիշ է։ Ուրիշ է, ինքնա Ռոբերտի Շարունակի։ զույգ եղբայրը։ Լավ, Արման ջան, ինչեր կներես քո պատմությունը ինչեր չեմ լսել։ Ռոբերտն է, ես նրան սովորեցրել եմ կենսական նշանակության գործողություն։ Կբացատրես ինչ է դա։ Ուրեմն Ռոբերտի հետ շատ վաղուց ենք ծանոթ։ Երևի 16 տարեկանից 15 ու այդ ժամանակ Ռոբերտը ոնց որ նոր էր սկսել սափրվել։ Ռոբերտ ջան ուղիղ կանգնեք էլի, բանա։ Նոր էր սկսել սափրվել։ Նոր էր սկսել սափրվել ու տես մոտը Առաջին անգամ էր սափրվում։ Չէ, առաջին անգամ չէ, բայց իր տես քիչ էր իր մոտ, տես աղվամազ վիճակներ էր։ Հա։ Իմ մոտ շատ էր ավելի տես Նույն ձև էլի ոնց որ հիմա։ Ոնց որ հիմա։ Իմ մոտ տես ավելի շուտ էր, ես շուտվանից էի սկսել սափրվել։ Դու ավելի շուտ ես տղամարդ դարձել, քան Ռոբը, հա։ Եթե դրանով է։ Հա։ Ու տես մի օր խոսում ենք Ռոբերտը, սա ճղած գալիս էր էլի շուշուտ։ Ասացի արի իմ վրա։ Դու սովորի սափրվել։ Որ էլ sense բակերդ միջև ստեղ չհասնի, sense նորմալ թրաշված, ու տենց ինձ էլ պետք էր տենց թրաշվել ամեն օր։ Ահա, քեզ էր թրաշում, հա։ Հա, ինձ էր, իմ վրա էր սովորում Ռոբերտը։ Հետո արդեն իր վրա տես մասնագիտացած սկսում էր սափրվել։ Ռոբերտի դեմքը շատ ծանոթ է, ասած որ նայում է։ Հա, ինձ թվում է ես տեսել եմ իրան։ Սովորեց։ Կարող ասեմ, բայց տես մի հատ բան կա այցքի մեջ, հա։ Սովորեց սափրվել։ Թե հիմա էլ սենց։ Դե Արմանին Արնակամ Տորան Իվանդանոց։ Չէ, իրականում sense ասեմ, նու այդտեղից ենք հասկացել, որ ուրիշին սափրելը ավելի հեշտ գործողություն է, քան դու քեզ։ Իսկ այլի բաներ, որ Ռոբը ինքը իր համար անելը, սովորելա քո վրա։ Պետք է արդեն չեմ կարող։ Բայց սովորել է։ Ռոբը միշտ գալիս էր շալվարը թրջած, բայց մի
Յուրացեցի։ Մեկը բորշ է։ Արին վրա սովորի։ Բոր շեփելն է մեկը եղել, որ Հա լավ ծրեցիր։ Բարի հարցեր ունեք աղվամազ Ռոբերտի մասին։ Ոչ։ Էլ չէ։ Ահա Ռոբերտ։ Ես ուզում եմ պարտվողներին տեսնել։ Մարդիկ ովքեր մի քիչ չեն ձգել։ Որտեղ ոնց որ Ռոբերտը ինքը բան, ոնց որ շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ հաղթելու, ուրեմն տեսնում նրանց ովքեր են որ երկրորդ տեղն են գրավել։ իմ համար ավելի ծիծաղել է, որ իր նմանակների մրցույթ կա։ Բայց ինչի՞ չի կարա լինի։ Քանի հոգի էին մասնակցում։ Ո՞վ է հայտարարում ստե։ Չէ, բայց կա լուրջ եմ ասում կա։ Իրոք կա։ Որտեղ երբ հա։ Ասում եմ ուրեմն համազգային թատրոնում 1 ամիս առաջ տեղի ունեցավ Ռոբերտ Մարտիրոսյանի նմանակների մրցույթ, մասնակցեցին մոտ 38 հոգի։ Երկրներից։ Չէ, 38 հոգի մարդ էր հերթագրվել, 30 հոգի մարդ էր եկել եւ հաղթեց Ռոբերտը իդեպ ինչն էր հետաքրքիր պատմության մեջ, որ հենց անունը Ռոբերտ է էլի։ Նրա անունը Ռոբերտ է էլի։ Ու ես էլի մանկուց ծանոթ եմ։ Իսկ ո՞նց եք պատմել այդ մրցույթի մասին մարդկանց, որ իմանան գան մասնակցեն։ Ես ծանոթ հավաքագրել եմ բոլորին իմ ներքին ինքը լոկալ ցանցի միջոցով։ Լոկալ տելեգրամյան ալիք կա, Ռոբերտ Լոկալ տելեգրամյան ալիք էտի։ Ռոբերտ Գոստական Local Facebook ունեն։ Ռոբերտ Մարտիրոսյան, չէ, իրոք Ռոբերտ Մարտիրոսյան նմանակների մրցույթ 2025։ 24-ին եղել է։ 2025, չէ, սա առաջինն է, Անդրանիկ։ Մեկնարկը տրված։ Անդրանիկն այո, տրված է եւ գրանցվեցին բնականաբար շատ, քանի հոգի, շատ, մի 150 հոգի մարդ էր գրանցվել, բայց Աղջիկներ բան, հա։ չէ, աղջիկներ չէ։ Հիմնական ամենանման 38 հոգու, մենք 38 հոգու մենք հրավիրեցինք եւ Ռոբերտը թե իր ձայնային ուղակի կասկածելի հյուրը իրավունք չունի խոսի, նրա այո ձայնել է բավական, այո ձայնել է բավական նման։ Իսկ ժյուրի կա, Ժյուրի կար, իհարկե կար, ժյուրին կար։ Ովքեր են, ես կայի։ Չէ, ժյուրին քո նմանակը։ Չէ, ասում ժյուրին արվեստի ներկայացուցիչներից էին, տարբեր Սոֆի Դևոյաններ։ Սոֆի Դևոյաններ, ռադիովանի Շուշանիկ Արևշատյանն էր, մեր սիրված դերասաններից Նիկոլայ Ծատուրյանն էր ժյուրիից եւ երիտասարդ սերնդից Ռուբեն Եսայանը։ Իսկ հյուր ժյուրի չեք ունենում, որ ամեն այդ օրը մենակ մի օր եկել։ Չէ, հյուր ժյուրի չկա։ Լավ, իսկ ինչեր էին անում, քանի փուլից էր բաղկացած մրցույթը եւ ամեն փուլում ինչեր էին անում քո նմանակները։ Առաջին փուլում վատ էին թրաշվում։ Չէ՞ դե, Դեն ճղում առաջին փուլը ասեմ, առաջին փուլը ինքը դեֆիլե փուլն էր։ Դեֆիլե, մասնակիցները ֆիլե, չէ՞։ Դե խոզի ֆիլե է, օտո։ Մեծ խոզի ֆիլե։ Չէ, դեֆիլե փուլը հատուկ ինչ-որ իմ դրես կոդին համապատասխան դրես կոդին համապատասխան հերթով գալիս էին եւ իրենց էին ցուցադրում։ ով որ նորմալ էր ցուցադրում չէր անցնում, հա։ Իրենց էին ցուցադրում, առաջին փուլը դա էր։ Երկրորդ քայլվածքը հայտնի քայլվածք է այդ։ Այո, ինքը Կեյթ Մոսից վերցրած գայլվածք է, էլի։ Երկրորդ փուլը ասմունք։ Ավելի շուտ ասմունք չէինք, ասմունք ես մի քիչ, չէ, ասմունքը մի քիչ ես ուրճացրած ասեցի, ասմունք չէ, բեմական խոսք եւ ձայն, որպեսզի ձայնի միայն տեսքով չէինք, նաեւ ձայնով իդենտիֆիկացնեին այդ մրցույթի հաղթողին։ Բայց ինչ էր ինքը անում, հա? Ոնց բանաստեղծություններ էր ասում։ Պարզապես զրույց, ինձ էր կոպտում։ ժյուրի անդամների չէ, ժյուրի անդամների հետ հարց ու պատասխան։ Բարի, շնորհակալություն կա հարց Ռոբերտին։ Չէ, բայց նմանություն կա ամեն դեպքում Շատ սուրնայում։ դժվար է հասկանալ։ Գագիկ ջան, խնդրեմ ձեր պատմությունը։ Ռոբերտն անապչացրեց իմ ելույթներից մեկը։ Ինչպես փչացրեց։ Եկավ։ Անընդհատ հումորներ էր անում, ասում էր ես էլ կարամ ֆոկուս անեմ, ես ինչ բարձ ֆոկուսը ստանդարտ։ Աշնորհք եմ պահել ինձ Ստանդարտ Ռոբերտը։ Առօրյա փչացնողների նման։ Բայց այդ Փորձողների։ Մոտ 1 տարի առաջ։ Որտեղ։ Դիլիջանում սեփական տուներ, փոքր 15 հոգանոց, մոտ 15-20 հոգանոց։ Ինչ բարձր, խնդրում։ 15-20 հոգանոց ծնունդ էր փոքր։ Դիլիջանում սեփական տուներ։ Իսկ Ռոբերտին ինչի եք հրավիրել։ Ես չեմ հրավիրել ծնունդ էր, ինձ հրավիրել են իմ շոուն, գնացել եմ շոու ներկա էր։
Հա, ինքը ներկաներից էր։ Դա իմ առօրյան է, եթե ինչ տարբեր միջոցառումների Իսկ կոնկրետ որ համարներ փչացնում, ինչ էր անում, կրակներով համարեր փչացնում։ Չէ, առհասարակ իմ շոուն տենց շատ հումորներով ամեն ցանկացած համարի մեջ մի քանի անգամ հումոր եմ անում, ընթացքային ինքներ հումորներ անում, այդ ամբողջ արվածս հումորը փչանում էր, էլի տենց չէր։ Իրա վրա էր վերցում, ուշադրություն, հա։ Իրականում ահագի արդեն սովոր եմ այդ տարբեր արտահայտությունների տակից դուրս գալ, բայց Ռոբերտի հումորը։ Բայց ինձ խնդրում եմ, բայց ինձ մի նայեք, չէ, բայց ինձ մի նայեք, այս անտակտ անասունն է։ Իսկ չեք մտածել Ռոբերտի հետ համատեղ ելույթ ունենալ։ Մեկը խանգարում է։ Ավելի լավ է իր այդ գործանեք։ Ավելին ասեմ, Ռոբերտի արտահայտություն կա, որ իմ պրոմո վիդեոյի մեջ դրված է գովազդային։ Օ, որը։ Չէ, բայց զուտ ինչ արտահայտություն է։ Ես առաջարկում եմ Գագիկին տեղափոխենք միջնադար, որ այրեն կրակի վրա։ Բայց դա այդ օրը չէր ասվել, ուրիշ հաղորդման շրջանակներում Նա ասեք, ինչ եմ ասել, Գագիկին տեղափոխենք միջնադար, որ այրեն կրակի վրա, տենց մոտավոր։ Հա, սատանայական քո էս աճպարության համար, որ ինկվիզիցիան այրում էր այդ կատակն եմ արել երևի, հա։ Բայց դա այդ օրվա բան չէ։ Այդ օրը չէր, հասկացա։ Բարի, եթե Գագիկին հարցեր չունեք, ում պատմության մեջ Ռոբը անշնորհք է, Արմանին ում պատմության մեջ Ռոբը թրաշվել չգիտի, եւ Ռոբին ում պատմության մեջ ինքը էլի ինքն իրան վիրավորում էր։ Եթե ոչ ոքին հարցեր չունեք, որոշենք թե ում մոտ է եկել Ռոբերտը։ Մանեջան ինչ ես Չէ, կարծում։ սկզբանը ոչ մեկի հյուրն է, մեր Ռոբերտ։ Մանու Մեխոյանը կարծում է, որ Ռոբը եկել է ոչ ոքի մոտ, պատահական Ես անցորդ կարծում է։ եմ Արմանի։ Դու կարծում ես Արմանի։ Այո։ Ես նույնպես մանե քեզ հետ եմ համաձայն, ինձ թվում է, որ Ռոբը իրոք ոչ ոքի մոտ չի եկել։ Չնայած շատ նման է Ռոբին։ Այդ էլ է, մի քիչ որ երկար ես նայում, սկսում ես կասկածել։ Դե միմիկան է, բան։ Այդ սկզբից ինքը ինչ որ նմանություն կա, բայց հետո երկար նայում ես, ամեն դեպքում այդքան չէ։ Չգիտեմ, ես էլ եմ կարծում, որ ոչ ոքի մոտ չի եկել Ռոբը։ Եվ այսպես խնդրենք կասկածելի հյուրը ներկայանա եւ պատմի ինքը իրականում ով է։ Խնդրեմ։ Ես Ռոբերտն եմ։ Ու անկեղծ ասեմ, միջև ներկայանալը իրոք շատ պարտավորեցնող, շատ մի քիչ հուզիչ եւ շատ դժվար է այստեղ կանգնելը։ Եվ լսել նմանատիպ մեկնաբանություններ եւ կարծիքներ։ Իրականում ես սափրվել սովորել եմ Արմանի։ Շատ դժվար է չսափրված երկու հոգին, որ պատմեն սափրվելու մասին, որ հավատաս։ Եկեք, բայց առաջներտին ճանապարհենք կասկածելի հյուրին, հետո նոր գնա։ Դե ինչ, այո, հաշիվը ավարտվում է 5-2։ Չէ, 5-1, 5S, 5-1, 5 կարապ։ 5 կարապ, դե ինչ կասկածելի, երեկոն էր, ավարտվեց հաշիվը 5 և կարապ, ինչպես նկատեսման են, շնորհակալություն ես հրաշալի խաղի, ես ուրախ եմ, որ դուք երկուսով անիմաստ սափրվել եք սովորել ական տարիներ, առաջ շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն Սելի հանդիսատես, Սելի հեռուստադիտողներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։